Պատգարակի վրա Դավիթ Մինասյանն է։ Ձերբակալության 6 օրվա ընթացքում 3-րդ անգամ ուշագնաց լինելուց հետո։ Անցած Կիրակի Սուրբ Աննայում պատարագից հետո դարձավ մեղադրյալ։ 18-ամյա տղային այսօր բանտից տեղափոխեցին հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք։ Հետազոտություններ է անցնում։ Ինքը ունի աղիների վիրահատված, ինքը ունի տարբեր ալերգիա ունի, շնչահեղձությամբ, ինքը ունի գլխուղեղի անոթների խնդիր, երբ որ կապտում է բանը անում գիտակցության կորուստ է ունենում։ Բանտում երկրորդ գիշերն անցկացրած պատանին այսօր դարձյալ ուշագնաց է եղել։ Առավոտյան նրան Արմավիրի բանտից տեղափոխել է Էնաբովյանի բանտ, որտեղ դպրոցահասակներն են պահվում, որ դասերից հետ չմնա։ Բայց տղան վատացել էր, շտապօգնություն էին կանչել տարել Աբովյանի հիվանդանոց։ Մայրը Գայանե Մինասյանն ասում է, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող տղայի բժշկական փաստաթղթերը Նայիրի բժշկական կենտրոնում են, որոշվեց նրան տեղափոխել այդտեղ։ Տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իրան ամբողջ բուժումը բանը կազմակերպել ենք Նայիրիում։ Չնայած ձերբակալությունից հետո արդեն 3-րդ ուշագնացությանը առողջապահության նախարարությունից այսօր ազատությանը փոխանցեցին։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի մասնագետների հսկողության տակ գտնվելու ժամանակ տղայի տվյալները նորմալ են եղել։ Իրան էս կարելի է, էս չի կարելի, սիստեման ալերգիա ունեն, անաֆիլաքսիայով, միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասացի չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի։ Տարբեր բժշկական բաներ կա, որ այդ ամբողջը երեխաներս վիրահատված են։ Կիրակի Սուրբ Աննա եկեղեցի երկվորյա եղբոր հետ պատարագի մասնակցող Դավիթ Մինասյանն այդպես էլ տուն չհասավ։ Ծաղկազարդի պատարագի կեսից եկեղեցի էր մտել վարչապետ Փաշինյանը։ Անարգել անվտանգության աշխատողների ճանապարհ բացելու շնորհիվ հասել էր խորանի մոտ, մի քանի րոպե կանգնել եւ որոշել նորից ճեղքելով լեփլեցուն եկեղեցին դուրս գալ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում անվտանգության աշխատակիցները մարդկանց հրելով փորձում ճանապարհ բացել վարչապետի համար, հրմշտելով նաեւ երկվորյա եղբայրներին։ Դավիթը բողոքել էր իրեն տեղից հեռացնելու դեմ եւ ձեռքը մեկնել վարչապետի ուղղությամբ։ Եղբայրների մոտից վարչապետի դեպի մուտքի դուռ շարժվելուց հետո անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր Դավիթին ու նա անկել էր։ Իրավապահները պատանու վարքագիծը որակել են հանցագործություն, խուլիգանություն ու բռնություն պաշտոնյայի նկատմամբ, բայց չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը։ Բժիշկները գնացել են զննվել, բայց այն վիճակը չեն կարող իրանք ապահովել։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն արդեն քանի օր է պնդում է, պատանու հիվանդություններից մեկը հենց կառավարությունն է սահմանել անհամատեղելի բանտային պայմանների հետ եւ նա պետք է անհապաղազատ արձակվի։ Մինչդեռ նրանց նամակները իրավապահներին դեռևս անպատասխան են։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գլխավոր դատախազից արդարադատության նախարարից պահանջում է անհապաղազատ արձակել տղային։ Գնահատում եմ որպես սադիզմ Հայաստանի իշխանությունների կողմից, մասնավորապես արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի կողմից հատկապես, որ այդ տղային այսպեսի տառապանքներ են պատճառում։ Իրավապաշտպանը հիշեցնում է բանտային մահերն ու նկատում։ Նույնիսկ սպանության մեջ մեղադրվողին չպետք է պահեն կալանքի տակ, եթե ունի այնպիսի հիվանդություն, որով պարզապես արգելվում է պահել անազատության մեջ։ Ինչ է արել այս տղան։ Դու գնացել ես, խանգարել ես պատարակը, 5 րոպեով պատարակի մտնում են դուրս են գալի, ճեղքելով հոծ բազմությանը, պատճառելով անհարմարություններ։ Եվ ինչ էր նա երեք բացատրում, որ ինքը այն պահպանյալն է, որի համար պետքա թիկնազորը կյանքեր զոհի իր համար։ Վարչապետը երեք արդարացրել էր իր անվտանգությունը պահպանող ծառայողին տղային հարվածելն ու պնդել։ Նման իրավիճակներում նա կարող է զենք գործադրել, իսկ եթե չկատարի իր պարտավորությունները, կարող է հայտնվել բանտում։ Փաշինյանն անգամ հեռավոր անցյալ էր գնացել, հիշեցրել երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք նրա անվտանգության աշխատողի արարքը, երբ մահացել էր Պողոս Պողոսյանը։ Կուկուն, որ որոշել էր, ասվել էր բարև ռոպ ու անցել էր մարդիկ։ Հետո տարել էին զուգարանում սպանել էին։ Տարբերություն չեք տեսնում, հա։ Այսինքն տարբերությունը սպանություն եւ ոչ սպանություն, որ ինքն մի հատ պետք է ծափահարենք, որ չեն սպանել այդ տղային։ Դավիթի ընկերներն արդեն 3-րդ օրն է նրա ազատ արձակման պահանջով ակցիաներ են անցկացնում։ Առաջին օրը գլխավոր դատախազության շենքի մոտ էին 3 ՄԱԿ-ի, այսօր էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի։ Անահիտ Մանասյանը երեք իր մտահոգություններն էր հայտնել կալանքի հարցով, բայց եւ ընդգծել, դեռ ուսումնասիրում են փաստաթղթերը։ Ուղղակի պահանջում ենք, այսպես ասած, նրա անձի եւ առողջական իրավունքի պաշտպանություն
ուղղակի պահանջում ենք նաև որ իր արարքի համար նա ստանա, այսպես ասած, համահունչ պատասխան, այլ ոչ թե այսպիսի դաժան եւ խիստ պատիվ։ Դավիթի մայրը դիմել է կրթության նախարարին։ Ժաննա Անդրեասյանին խնդրել որպես երաշխավոր հանդես գալ որդու ազատության համար, ընդգծել, որ դատավորը նրան կալանավորելիս հաշվի չի առել առողջական խնդիրները, հիշեցրել, որ հենց ինքը նախարարն էր 2023 թվականին Դավիթին գերազանցության վկայական շնորհել։ Նախարարությունը դիմումը քննարկում է։